Թուրքի ոտը կդրենք մեր երկրից։ 8 թոռ ունի Էջմիածինցի այս մարդը։ Չի ուզում, որ թոռներն օտարության մեջ մեծանան, բայց դրա համար, ասում է, պետք է փոխվի Հայաստանի իշխանությունը։ Ինքը կմնա հարազատ քաղաքում, եթե հաղթանակ դաշինքը հաղթի ու Սևակ Խաչատրյանը Էջմիածնի համայնքապետ ընտրվի։ Չեմ կարող գրեմ, բայց ես ստանում եմ ձեզ մի հատ բութ տալիս։ Ցավը տալեն։ Տենց էլ անելու ենք, հենց քո ասած ձևով, ապրես հոպար ջան։ Հա, լավ էլ է։ Նոր թխած տակ-տակ լավաշ են հյուրասիրում հացթուղները հաղթանակ դաշինքի քարոզարշավի մասնակիցներին։ Ոնց աղբերես։ Հար, այն ավտոն է, հələ հոպարի բուկլետից տան քեզ։ Վաղաշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը Էջմիածնում փողոցից փողոց անցնելով լսել է մարդկանց անհանգստությունները։ Խոստացել է բարեկարգել բակերը։ Այսի ափսոս, ես վիճակ է, էսի թաղամասի։ Անելու ենք։ Աստծո հաջողությունների հասնե դուք բարձրուքի։ Ապրեք, շնորհակալ ենք շատ, անելու ենք։ Ոնց եք։ Հաղթանակ 100%։ Վերնեմ ջանիդ, այդպես դուխները տեղը հաղթանակ ունենալու ենք, չէ։ Բա ինչ պետք է անենք։ Բաքում նստած տատիկներն իրենց օրհնանքն են փոխանցել Սևակ Խաչատրյանին։ Ասում են, մեծ հույսեր են կապում ընդդիմադիր թեկնածուի հետ։ Երազանց է, որ դուք լավ ելնեք, մենք էլ ենք լավ ելնելու ջահելներով։ Ապրեք, դե բոլորից հաղթանակ։ Լանա Համբարձումյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։